Անցյալ տարվա վերջին 3 ամիսների ընթացքում Ալավերդու քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի մասնագետներն առևտրի կենտրոններում 18 ստուգում են իրականացրել, որոնցից միայն մեկի համար է վարչական արձանագրություն կազմվել։ Ստուգումների հիմքը նա չի, որպեսզի կազմվեն անպայման վարչական արձանագրություններ, հիմնական նպատակը նա է, որպեսզի ժողովրդին հասցնենք այն գիտակցության, որ առևտուրը կանոնակարգվի Ալավերդի քաղաքում։ Եվ ստուգումների արդյունքում թեկուզ եւ վարչարությունը կատարում է շատ խիստ, բայց մենք տանում ենք միշտ նրան, որպեսզի եթե կան չնչին թերություններ, առանց որևէ վարչական միջամտության այդ թերությունները փորձում ենք մարդկանց հասցնել այն գիտակցության, որպեսզի վերացնել։ Վարչական արձանագրություն կազմելուց հետո գործով սկսում են զբաղվել քաղաքապետարանի վարչատուգանային հանձնաժողովի անդամները։ Տուգանքի չափն են որոշում հանձնաժողովի անդամները։ Տեխնիկական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային նորմերի, արտահագուստի ու գնապիտակների առկայությանն ու տեսանելիությանը, ինչպես նաև կշեռքների ճշգրտությանն այս տարի հետևել են 8 խանութներում։ Առևտրի 2 կետերում վարչական արձանագրություններ են կազմվել։ Եղել են եւ գնապիտակների բացակայություն եւ եղել են արտահագուստի բացակայություն։ Ունենք նաև խնդիրներ, ասենք սանիտարական վիճակը, փոշի, հացի գնապիտակները, որը արդեն փորձել ենք հասցնել այն մակարդակի, որ չլինի այնպիսի խանութ, որ չունենան հացի առանձին թղթի վրա գրած քաշը եւ գինը, բայց հիմնականում այդ խնդիրներն են, փորձում ենք պիտանելիության ժամկետներին շատ ուշադրություն դարձնել։ Արթուր Վարոսյանն ասում է, որ վերահսկողություն իրականացնելու համար համապատասխան հաստիք չունենալու պատճառով ստուգման են դուրս գալիս բաժնի 2 մասնագետներն ու տեսուչը։ Უშապատվա ընթացքում հազիվ 4-5 առևտրի ու սպասարկման կետ են հասցնում այցելել։ Ստուգման համար խանութներն ընտրվում են պատահականության սկզբունքով։ Բաժնի աշխատակիցներ Արա Աբելյանը ու Գագիկ Գրիգորյանը դուրս են եկել պատահական ընտրված խանութում ստուգումներ իրականացնելու։ Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին։ Ստուգումներ ենք անցկացնում առևտրի կազմակերպման կանոնների նկատմամբ։ Դուք ծանուցվածել եք բանավոր գրավորել, մի քանի ամիս առաջ։ Արտահագուստ ունեին, սակայն չէին հագել, ապրանքը նոր էին ստացել, դրա համար էլ գնապիտակների մի մասը բացակայում էր, սակայն այս թերությունները խանութի տիրոջը 10-ից 20,000 դրամի չափով տուգանք կարող են արժենալ։ Արտահագուստը ձեր ուրա։ Չէ, դեպերը չհակնել է դա արդեն նշանակեց, որ չունեք։ Երկրորդը, հացը ծածկած վիճակ պետք է լինի։ Հասկանալի է, ուղղակի ծածկած պետք է լինի։ Գնացակը ունեք, չէ, ինչու այստեղ տեսանելի վայրում դրամ մոտ տեղորություն։ Իսկ գնապիտակները վատ տեսանելի են։ Մի մասը ուրիշա ոչինչ էլ երևում է, իսկ այս սոկերի վրա սպիտակ։ Այս նորա ստացա, դրանց վրա вообще բացակայում է, ես նկատի ունեմ կողքինները, այդ սպիտակ, մի դրա դուք տեսնում եք, որ ասենք կա գնապիտակ կամ ինչ գինա, օրինակ ինձ թվում է տեսանելի չի դա։ Այս թխվածքները երեսը պատառվածը պետք է ծածկված լինի, էլի գները բացակայում է, հո սրանք գնապիտակ կարակ։ Իսկ այն հետևինը արդեն որոշակի վաճառքներ գնացել, բաց մնացել բերանել։ Twix ապրանքանիշի կոնֆետի օգտագործման ժամկետն օրինակ լրանում է 4 օրից։ Արա Աբելյանը վաճառողին խնդրեց ուշադրություն դարձնել ու մինչ այդ չվաճառվելու դեպքում այն հետ վերադարձնել։ Այլապես ժամկետանց ապրանքի վաճառքի համար կտուգանվեն 50-ից 100,000 դրամի չափով։ Ալավերցիները ոչ միշտ են ուշադրություն դարձնում գնապիտակներին, հիգիենայի կանոններին կամ ապրանքի պիտանելիության ժամկետին։ Հաճախ ես նկատում, որ արտահագուստ չկա կամ գինը կպցրած չի, հարցնում եք ինչ արժե, նոր են ասում։ Չէ, ես չեմ հարցնում, ինչ կա այնա։ Գիտեմ, որ փոփոխություն չի լինելու, հարցնեմ, չհարցնեմ հետո։ Հա դե հետաքրքիր է իմանալը, հետո գնում եմ տուն, ասում են ինչ արժե, չգիտեմ։ Արդեն գնալով ոնց որ ավելի է լավանում էլի։ Արդեն ուշադրություն կա, մատուցում կա նորմալ։ Դարավեր թեզ բան չկա էլի։ Այսինքն գներ չկան, հա, քիչ։ Գները կա, տեղեր կա, բազակ տեղ կա չկա։ Խանութներում կպցրած է, դեռ գները կպցրած է։ Բա որտեղ չկա։ Այս դրսում էլի ես որ դրսում, բազարում բանում չկա։ Մին կպցրած է, մին կպցրած չի։ Տարբեր գներ այլ օրը մեծ փոխում է գները։ Արտահագուստին ուշադրություն եք դարձնում։ Դե հաճելի կլի որ լինի, սենց լինի, բայց տեղ կա անում են, տեղ կա չեն անում։ Մեր աշխատողի սպասարկումից գոհ ենք, որ ասենք դες բան չկա, որ ժամկետած բաներ տա, նաև մենք էլի միշտ գնին ու ինքն էլ
ոչ մի բան չի ասում, կամ էլ նույնը որ նախորդ ասում է, որ այս արդեն էլ վաճառքի ենթակա չէ, լի ժամկետն անցել է։ Հետևելով սահմանված կանոններին վաճառողը պետք է անպայման արտահագուստ կրի։ Առանց փաթեթավորման ապրանքը անպայման ցելոֆանե ձեռնոցներով մատուցի եւ անպայման ուշադրություն դարձնի ապրանքի պիտանելիության ժամկետին։ Այս ամենը չկատարելու դեպքում հիշեք, որ խախտվում է ձեր որպես սպառողի իրավունքները։ Մարիաննա Պեպանյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։